Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ արդեն ոչ մեկի մոտ կամ գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ դա թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումն է, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ գործընթացը սակայն մեկ թիրախով պետք է չլինի, այսինքն պետք է հարվածներ հասցնել նաև Նիկոլ Փաշինյանական իշխանության հիմքերին, մասերին եւ օգտագործել հնարավոր բոլոր մեթոդները, այդ թվում դատական մեթոդը այն առումով, որ պետք է դատական գործընթացների մեջ ներքաշել Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներին, ինչպես նաև հաշվի առնել մարդկանց սոցիալական խնդիրները եւ նրանց սոցիալական հարցերի պաշտպանությունը։ Մայր Հայաստանը այդ բոլոր մեթոդները կիրառելու է եւ այսօր մասնավորապես ես կուզեի ձեզ ներկայացնել այն դատական հայցերը, որոնք մենք ներկայացրել ենք ընդդեմ քաղաքացիական պայմանագրի։ Դրանք ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական բնույթի են։ Ուրեմն դատական հայցը ընդդեմ Տիգրան Ավինյանի է, որը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է ոչ իրավաչափորեն, այս առումով կա երկու տարբեր հայց դատարանում եւ ընդհանուր առմամբ մոտեցումը հետեւյալն է. իր այսպես կոչված երթման արարողությունը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, այդ հատուկ նիստի ժամանակ օրենքը պահանջում էր, որ լինի քվորում, սակայն ավականների քվորում չի եղել, քանի որ առնվազն 33 ավականու անդամ պետք է մասնակցեր այդ նիստին, իսկ նման բան չի եղել, հետևաբար նա իր լիազորությունները ստանձնել է ապօրինաբար եւ մենք այս հարցը դարձրել ենք դատական վեճի առարկա։ Եթե դատարանը օրենքով առաջնորդվի, ապա հոկտեմբերի 13-ից 2023 թվականի հոկտեմբերի 13-ից սկսած Տիգրան Ավինյանի բոլոր գործողությունները, այդ թվում են թանկացումները եւ այլն, դրանք որոնք տեղի են ունեցել, կհամարվեն առ ոչինչ, այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Այսօր դատական հերթական նիստն է տեղի ունենում, այս պահին, երբ որ ես ներկայացնում եմ ձեզ այս խոսքը, դատական նիստ է տեղի ունենում Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման կապակցությամբ եւ մենք հետեւական ենք լինելու այս հարցում։ Երկրորդ դատական հայցը, որը քաղաքական բնույթի է նորից, վերաբերում է ավականու անդամների մանդատներից զրկելու ապօրինի այդ որոշմանը, ինչպես հայտնի է, Մայր Հայաստանի երկու անդամի զրկել են ավականու մանդատից եւ մենք այս հարցը վիճարկում ենք դատական կարգով եւ սա նույնպես կարեւոր process է։ Երրորդ հայցը վերաբերում է մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը, սոցիալական խնդիրներին, խոսքը մասնավորապես տխրահարճակ այդ թանկացմանն է վերաբերում, որը առնչվել էր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիներին։ Ինչպես հայտնի է, ՔՊԿ-ն ավելի քան 13 անգամ թանկացրեց տարեկան վճարները կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների 12000 դրամից տարեկանը դարձնելով 160000 դրամ։ Սա սահմանադրական իրավունքի եւ ընդհանրապես քաղաքացիների իրավունքների խախտում է։ Ես հիմա չեմ մտնի իրավական պարզաբանումների դաշտ, այդ հարցով զբաղվում է իրավաբան Վահե Գրիգորյանը, նա ավելի մանրամասն դետալային իրավական տեսանկյունից հետագայում կներկայացնի, թե ինչն ինչոց է, բայց մենք այս որոշումը ավականու, որը կայացվել է, վիճարկում ենք դատարանում եւ կարծում ենք, որ այդ թանկացումը հակաիրավական է եղել, հակասահմանադրական է եղել եւ հակասել է նաեւ Հայաստանի օրենսդրությանը։ Այս 3 հայցերով, 3 բլոկ հայցերով մենք այս պահին քաղաքացիական պայմանագրի հետ դատական վեճի մեջ ենք մտած։ Առաջարկում եմ հետևել այս process-ներին, իսկ ընդհանուր առմամբ մենք բոլորիս քաղաքական գործունեությունը պետք է միտված լինի քաղաքական իշխանության փոփոխությանը, որովհետև դա արդեն անվտանգության խնդիր է։ Այսքանը։